Սիրելի հեռուստադիտողներ, օրդ բարին սկսում է իր աշխատանքը, ձեզ հետ Վրեժն ու Անահիտն են ու մենք պատրաստ ենք ձեր օրը լցնել բարությամբ։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV-ն իհարկե ամեն առավոտ աշխատանքային մեզ տրամադրում է եթեր, գալիս ենք եւ ձեզ ասում ենք բարի առավոտ, օրդ բարի լինի, բայց այսօր մի փոքր անսովոր օր է։ Այսօր յուրահատուկ օր է 1869 թվին հայոց այգիներն ինչ պտուղ տվին, ինչ բերք էր հասել, դժվար է ասել, բայց հենց այս օրը ծնվեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Շնորհավոր ծնունդդ ամենայն հայոց բանաստեղծ հսկա, մեր տիեզերական իհարկե Թումանյան եւ այսօր նաեւ իհարկե ի նշան Հովհաննես Թումանյանի ծննդյան բոլորս սովորություն ենք դարձրել եւ նվիրում ենք միմյանց գիրք։ Անշուշտ դարձել է օրը գիրք նվիրելու օր, բայց իսկապես գիրքը այնպիսի արժեք ունի ու այնպիսի կարևորություն, որ պետք է նվիրել յուրաքանչյուր օր անառիթ եւ առիթ, պետք է կարդալ անընդմեջ, սովորել անընդմեջ, որովհետեւ հենց գրքերն են ձևավորում մեզ, մեր տեսակը սովորեցնում ու ուղեցույց դառնում ողջ կյանքի ընթացքում իհարկե այս գեղեցիկ տոնը թող լինի սկիզբ այդ սովորության։ Այո, այդ սովորությունը իհարկե թող միայն, քանի որ ժամանակակից աշխարհը նաև էլեկտրոնային գրքեր է առաջարկում, երբեք չկտրվեք իրական գրքերից, շնչեք գրքերի իրական, տեսեք, թերթեք, որովհետև այն եւս էներգետիկ իհարկե դաշտ է ստեղծում եւ մտածելու։ Իսկ այս բանը եթերը սկսում ենք տեսահոլովակով։ Բայց մինչ տեսահոլովակը ես կառաջարկեմ շատ հետաքրքիր նաև այսօր յուրահատուկ օրվան ի նշան մի յուրահատուկ տեսահոլովակ պրեմիերա անել։ Իմ լավ գործընկեր Անահիտ Կիրակոսյանը նոր տեսահոլովակ է նկարահանել։ Անահիտ, ես իհարկե առաջարկում եմ հեռուստադիտողին այս պահին այդ տեսահոլովակով պրեմիերա որպես ես ինձ գիտեմ։ Ես ինձ գիտեմ։ Գնանք այս պահին իհարկե մեր եթերում Անահիտ Կիրակոսյան, ես ինձ գիտեմ, չքնաղ տեսահոլովակ եւ գեղեցիկ ստեղծագործություն։ Ես ճանաչում եմ ինձ վաղուց, ես ինձ գիտեմ դեռ այն կյանքից, ոմանց սիրել եմ դեռ մանկուց, ոմանց ատում եմ այս պահից, ոմանք դարձան ինձ բանտախուց, ոմանց ես փրկեցի մահից, ես ճանաչում եմ ինձ վաղուց, ես ինձ գիտեմ դեռ այն կյանքից, ոմանց համար կյանքս կտամ, ոմանց կյանքին չեմ մասնակցի, ոմանց էլ եթե հավատամ, չեմ թույլ տա ուրիշը գցի, ոմանց հետ հաց եմ ես կիսում, ոմանց հետ կիսվում մասերի, ոմանց խոսքերը չեմ լսում, անցել է ժամը դասերի, ոմանց ընկեր եմ հարազատ, ոմանց տեսնում եմ թշնամի, ոմանց հետ խոսում եմ ազատ, թե խոսքը ձայն է ոչ քամի, ոմանց սիրում եմ խենթի պես, ոմանց խենթացնում եմ սիրուց, ոմանց հանգիստ լքում եմ ես, չափսոսալով այդ լքելուց, ոմանց դիմացից եմ քայլում, ոմանց հետ քայլում կողքի, ոմանց թողնում աղբի սայլում, որ կյանքը մի քիչ էլ խղկի, ոմանք հարգում են ինձ վաղուց, ոմանք իմ անկեղծիկ վարքից, ես ճանաչում եմ ինձ վաղուց, ես ինձ գիտեմ դեռ այն կյանքից, ես ճանաչում եմ ինձ վաղուց, ես ինձ գիտեմ դեռ այն կյանքից, ոմանց սիրել եմ դեռ մանկուց, ոմանց ատում եմ այս պահից, ոմանք դարձան ինձ բանտախուց, ոմանց ես փրկեցի մահից, ես ճանաչում եմ ինձ վաղուց, ես ինձ գիտեմ դեռ այն կյանքից, ոմանց հոգին հանում եմ ես, ոմանց հոգուս մեջ պահելով, ոմանց հոգին թողնում եմ ներս, երակներից մեջ սահելով, ոմանց արժեքը լավ գիտեմ, ոմանք անգին են կյանքի պես, ոմանց թե չքննադատեմ, կանեն սխալներ կյանքու կես, ոմանք տալիս են ինձ հավատ, ոմանց չեմ հավատում քիչ-քիչ, ոմանք կարծես լինեն կավատ, որ վաճառում են ամեն ինչ, ոմանց տալիս եմ իմ սրտից, ոմանց սիրտ չունեմ տեսնելու, ոմանք ուշացել են ինձնից, ոմանք շտապում են հասնելու, ոմանք սխալ են ամեն օր, ոմանք չունեն ոչ մի հատ ճիշտ, ոմանք այսօր են կարևոր, ոմանք շատ կարևոր են միշտ, ոմանք դավաճան են ծնվել, ոմանք դառնում են մեկ օրում, ոմանք արդար կաթով սնվել, ոմանք թքել հենց մոր փորում, ոմանք սպասում են սայթակեմ, ոմանք պատրաստ են հրելու, ոմանք սպասում են տրաքեմ, իրենք էլ վազեն մարելու, ոմանք կեղծում են անթակուց, ոմանց հանում եմ ինձ ցանկից, ես ճանաչում եմ ինձ վաղուց, ես ճանաչում եմ ինձ վաղուց, ես ինձ գիտեմ դեռ այն կյանքից, ոմանց սիրել եմ դեռ մանկուց, ոմանց ատում եմ այս պահից, ոմանք դարձան ինձ բանտախուց, ոմանց ես փրկեցի մահից, ես ճանաչում եմ ինձ վաղուց, ես ինձ
Շնորհակալ եմ, ինչ խոսք ուզի չէր ու անակնկալ Վրեժ ջան, եթերում։ Ոչ միայն մտածելու առիթ տվեց, շատ փիլիսոփայական է, ես իհարկե սրա մասին առիթ կունենանք խոսելու, բավականին մտածելու եւ իհարկե շատ բաներ իր մեջով յուրաքանչյուր մարդ այդ ստեղծագործությունը լսելուց եւ տեսնելուց տեսահոլովակը անցկացնում է եւ ֆիլտրում է, որովհետեւ այն մտածել է տալիս, ինչպես քո տեսակը մտածել է տալիս, Անայի։ Շնորհակալ եմ Անչա Վրեժ ջան, իսկապես ինձ համար էլ էր անակնկալ եթերում տեսնել սեփական արված աշխատանքը, հույս ունենամ, որ իսկապես շատերի սրտերին մոտ էր ասելիքը Բոլորին։ Ես կարծում եմ չկա որևիցե մեկով չի կիսի այս տեսահոլովակում այն մտքերը, այն գաղափարը, որ դու ներկայացնում ես։ Իսկ այս բանը առաջարկում են գնալ նորաձևության հետքերով մեր սիրելի Նաիրա Հարությունյանի հետ եւ հասկանալ թե ինչպես անել, որ արտաքինից մեզ պատշաճ կերպով դիմավորեն, դե իսկ մտքով ճանապարհը։ Անահիտի նման եղեք ոչ միայն արտաքինից նորաձև, այլ նաեւ մտок նորաձև գնացինք։ Ողջույն սիրելիներս, ձեզ հետ կրկին Նաիրա Հարությունյանն է։ Դրսում համարագարուն է, ու դա նշանակում է, որ ճիշտ ժամանակն է տաք վերնահագուստը փոխարինել ավելի բարակ վերարկուներով։ Դե ինչ, գնացինք միասին ճշտենք։ Գարունը միշտ թարմացման մասին է։ Մենք խանում ենք մուշտակները եւ հենց այդ պահին վերարկուն դառնում է հիմնական ոճային գործիքը։ Սկսենք դասականից, որը յուրաքանչյուր սեզոն խաղում է նոր ձևով։ Թրենչից։ Այս տարի ակտուալ են ոչ միայն բեժ մոդելները, թրենդում են նաեւ օվերսայզ թրենչերը, կաշվե տարբերակները, կարճացված մոդելները գոտիով, անսովորոցիկներով եւ ընդգծված ուսերով։ Սա այն հագուստն է, որը մի ակնթարթում հավաքում է կերպարը, եթե դրա տակ ջինսը եւ բազային տոպ։ Կաշվե բաճկոնները բացարձակ արդիական են եւ ոչ միայն կոսուխաները։ Արդիական են նաեւ ուղիղ երկարացված մինիմալիստական ձևվածքով մոդելները։ Շատ ակտուալ են նաեւ շապիկ բաճկոնները եւ workwear ոճի մոդելները, գործնական, բայց միևնույն ժամանակ շատ ոճային։ Առանձին ուշադրության են արժանի բոմբերները։ Գարնանը մենք ընտրում ենք ծավալուն բոմբերներ, հաճախ փափուկ ուսագծերով, կաշվից, նեյրոնից կամ խիտ բամբակից։ Սա իդեալական տարբերակ է քաղաքային կերպարների եւ դասականի հետ համադրության համար։ Մեկ այլ թրենդ՝ թեթև վերարկուները, ուղիղ ձևվածք, առանց ավելորդ դեկորի, միդի կամ մաքսի երկարությամբ, գույները կատնագույն, մոխրագույն, կարամելային խակի։ Այսպիսի վերարկուն հիանալի աշխատում է թե զգեստերի, թե ջինսերի հետ։ Ավելի հանգիստ ոճի համար։ Ջինսե բաճկոններ, եւ հիմա սա միայն դասականը չէ։ Ակտուալ են ծավալով մոդելները, մաշված էֆեկտներով անսովոր կարերով կամ ոչ ստանդարտ երանգներով։ Նաեւ թրենդում են վետրովկաները։ Նրանք դարձել են ավելի ոճային, կոկիկ ձևածքով, հետաքրքիր ֆուրնիտուրայով եւ նեյտրալ գունապնակով։ Հիանալի տարբերակ են ակտիվ քաղաքային ռիթմի համար։ Չմոռանանք նաեւ կարճացված բաճկոնների եւ բաճկոն պիջակների մասին։ Դրանք իդեալական են անցումային սեզոնի համար եւ կերպարին տալիս են ավելի հավաք տեսք։ Այս գարնան գլխավոր սկզբունքը շերտավորումն է ու ծավալների հետ խաղը։ Այսպիսով, գարունը իդեալական ժամանակ է վերարկուների հետ փորձարկումներ անելու եւ ոճային կերպարներ ստեղծելու համար, առանց ավելորդ ջանքերի։ Դե ինչ, այսօր այսքանն էր։ Ձեզ հետ Նաիրա Հարությունյանն էր։ Մնացեք բարով։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է օրդ բարին եւ այսօր գիրք նվիրելու օրն է եւ ոչ միայն գիրք նվիրելու օրն է, այլ նաեւ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Եվ հենց այս առիթով մենք այսօր տաղավարում պատիվ ունենք մի հրաշալի հյուրին ներկայացնելու հայ գրականագետ, համահայկական գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու բոլորի կողմից սիրված Աբգար Ափինյանն է այսօր մեր հյուրը։ Բարի առավոտ, պարոն Ափինյան։ Բարի ձեզ, շնորհակալ եմ։ Շատ ուրախ ենք, որ տոնական օրը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը մեզ մոտ եք մեր տաղավարում եւ ես տեսնում եմ ի նշան այս օրվան հենց Թումանյանն է ձեզ մոտ, կրծքանշան, հա, որպես։ Ինչպես եք, պարոն Ափինյան, օրը տոնական է ձեզ համար։ Շնորհակալ եմ, օրը տոնական է, որովհետեւ թումանյանական գաղափարները, Թումանյանի ժպիտը տարածվում է, ասես, իմ պատկերացմամբ ողջ ժողովրդի վրա։ Մենք բոլորս հայ ենք եւ Թումանյանը յուրահատուկ տեղ ունի բոլորիս կյանքում, ով է ձեզ համար Թումանյանը, ինչ կարևոր նշանակություն ունի հայ ազգի համար։ Ես միայն մի խնդիր ունեմ, որովհետեւ Թումանյանի դերը բոլորիս համար հասկանալի է, շատ է գրվել, շատ է խոսվել։ Ես միայն մտածում եմ մի բանի մասին. արդյոք մենք կարող ենք սովորել շարունակել թումանյանական ավանդույթները։
Եվ ես իմ գիրքն եմ ուզում նվիրել հենց այս օրվա արդիվ Թումանյանը եւ ժամանակակից հայ գրականությունը, որովհետեւ ինձ համար ամենից կարևորը դա է, որ մենք ոչ միայն գովաբանենք Թումանյանին, ինքը դրա կարիքը չունի, մենք պարտավոր ենք շարունակել իր ավանդույթները։ Ահա գիրքը սրա մասին է։ Չափ շնորհակալ ենք շատ թանկ նվերի համար։ Թումանյանը եւ ժամանակակից հայ գրականությունը։ Այ շատերից ենք լսում, որ արդյոք այսօր կան Թումանյաններ, Չարենցներ, Սահյաններ, ու ընդհանրապես ժամանակակից գրականությունը ինչ փուլում է մեզ մոտ, հա, Հայաստան։ Դուք ինչպես կբնութագրեք։ Շնորհակալ եմ հարցի համար, ու միանգամից պարզաբանում մտամ, Թումանյանը անկրկնելի է։ Ինքը այլևս երբեք չի լինի, որտեղ ազգը իր ողջ հազարամյակների պատմության մեջ մեկ Թումանյանն էր պատրաստվում ծնել եւ Թումանյանը ծնվեց։ Նաեւ պիտի ասեմ, որ բոլոր գրողներն էլ անկրկնելի են։ Արդյոք հնարավոր է կրկնվի Պարուշ Սևակ, Համոսայյան երբեք դա չի լինի։ Խնդիրն այլ է, որ այն ավանդույթներ, որ այդ մարդիկ բերեցին, շարունակվեն, այն խոսքը, որ ասացին, հասկացվի։ Տասնամյակներ առաջ Համոսայյանը ասաց, ինչից է որ Հայաստանում ջրերը չեն հանգստանում ու գնում են ապաստանում հերու տափաստանում։ Մեծ օրդոր էր խորհուրդ հայ ժողովրդին, որը չհասկացվեց։ Իրականում Համոսայյանն ասում էր ջրամբար կառուցեք հայ ժողովուրդ, ձեր ջրերը հոսում են, Տեր չեք կանգնում։ Այս էր Համոսայյանի խոսքը, ու ես ուզում եմ, որ մեր հանրությունը մտածի, գրողին սիրել նշանակում է հասկանալ, գրողին սիրել նշանակում է շարունակել նրա ավանդույթներ, ապրենք Թումանյանաբար։ Իսկ հարցը վերաբերվում է ժամանակակից գրողներին։ Մենք չունենք այսօր ժամանակակից մտածողներ, գրողներ, ովքեր որ կանցնեն տարիներ եւ հասկանանք, որ այս ժամանակաշրջանը տվել է իր տեսակը, իր գրողներին։ Կամ որ կրկին հուշում են, հա, Շատ կարևոր հարց, շնորհակալ եմ։ Ասեմ, որ գիրքը, որ գրել եմ, եզրահանգում է շատ տխուր էր ինձ համար։ Այսօր շատերն են գրում։ Մենք հաշվել ենք, մոտավորապես 8000 հոգի գրում է, որը մշակութային աղետ է։ Չի կարող փոքրաթիվ ազգը ունենա 8000 գրող։ Մոտավորապես այսպիսի վիճակ է առաջացել, եթե նախկինում Շիրազը գիրք էր տպում, Ռազմիկ Դավոյանը տպում էր, Պարուշ Սևակը տպում էր, գիտեք նրանց տպաքանակները մեծ էին, մենք ունեինք 8000 ակտիվ ընթերցող, հիմա տեղերը փոխվել են։ Այդ բոլոր ընթերցողները սեր են գրել եւ գրողների իսկական գրողների կարիք մենք շատ ունենք։ Այ այստեղից հարց ծագեց, պարոն Աբինյան, ինչ է պետք, որպեսզի մարդը համարվի գրող։ Այո, Այդ 8000 գրողին ինչպես տարբերակել։ համարում գրող, օրինակ, որ իրենք բոլորը գրողներ են։ Գիրք ունենալը պայման չի։ Որևէ միության անդամ լինելը չի նշանակում, որ ինքը գրող է։ Գրողը ունենում է, ասում էր Աղասի Այվազյանը, գեղարվեստական խառնվածք։ Գրողը պիտի ճանաչվի իր բնավորությամբ, իր կյանքով, իր կենսագրությամբ։ Հովհաննես Շիրազը մեր ժողովուրդը բոլորը չէ որ կարդացել են Շիրազի բոլոր գործերը, Պարուշ Սևակի, բայց մենք նրանց գրող ենք համարում, ինչի, որովհետև գնացել ենք Զորամաս եւ Զորամասի հրամանատար ասաց պարոն Ափյան, թող որևէ մեկը արտասանի հանճարեղ խելագարը։ Այսինքն Շիրազ այդ կերպարը կերտել էր իր համար, այս կերպարն է որ ժողովուրդը սիրում է։ Մի օրինակ էլ բերեմ ոչ հայ մշակույթից Չարլի Չապլինը 1928 թվականին դեռ չէր ստեղծել իր նշանավոր ֆիլմերը, բայց նա սիրված էր, ընդունված, պահանջված ամենու, ինչու դա արդեն կերտել էր իր դերասանական կերպարը, այդ կերպարը արդեն կար, այն փոքրիկ մարդու, որը չի ընկճում դժվարությունների առաջ ու սիրում է ընկճվածներին, ժողովրդական, այս կերպարը կերտել էր եւ ամբողջ աշխարհում նա ընդունվեց, հետո պիտի ստեղծել իր գրուգործ, այսինքն գլխավոր խնդիրը կերպար կերտելն է, կամ մյուս օրինակը Մաքսիմ Գորկին գրականություն մտավ ամենաաննպաստ պայմաններում։ Տեսեք ովքեր կային, երբ ինքը մտավ։ Չեխովը կար ռուս գրականության մեջ, Լև Տոլստոյը կար, ահարգումեցություններ կային այն ժամանակ։ Բայց Գորկին ընդունվեց ինչու, որովհետև ասաց մարդ դա հպարտ է հնչում։ Իր գաղափարախոսությունը դա էր սիրել մարդուն, ու աշխարհը ընդունեց այս գրողին։ Ահա թե ինչու գրող նշանակում է մարդ, որը գաղափար է բերում, ոնց որ Պարուշ Սևակն էր բերում իր գաղափարները, ահա թե ինչու սիրվեց։ Սա է պայմանը, գեղարվեստական խառնվածք, հետաքրքիր, ինքնապատյաց հիմա մեր տաղավարի դուռը բացի եւ ներս մտնի Պարուշ Սևակը, դու գիտեք ինչ կատարվի։ Դա ֆանտաստիկ է լինելու, բայց մի հետաքրքիր հարց եմ ուզում ձեզ ուղղել։ Իհարկե այսօր օրը տոնական է, բայց պետք է խոսեմ դրա մասին։ Մենք ունենք այնպիսի մարդիկ, ովքեր որ իրենց ասացի գրող են համարում եւ գրում են այնպիսի անհասկանալի իհարկե գործեր, որտեղ որ ես վերջերս
մի քանի անգամ առիթ ունեցա տեսնելու եւ համարում են իրենց գրողներ շատ բաց գրականություն է, անգամ մարդու մարմնի մասեր են եւ այլն ֆիքսում եւ այլը գրում են դրա մասին։ Արդյոք այսօր մեր գրողների, հա, այս գրականության ոլորտը ժամանակակից համակարգելու կարիք կա թե չկա եւ այդ գրող հասկացության մեջ ի վերջո պետք է ինչ-որ քառակուսիներ դրվեն, որպեսզի մարդիկ յուրաքանչյուրը չհամարի իրեն գրող, չէ՞։ Այսինքն ինչ վիճակում է գտնվում այս ամեն ինչը։ Աղետալի վիճակում է, այդ համակարգումը չկա։ Չկա նաև գիտության մեջ իդեպ պիտի ասեմ, նախկինում ասենք կար խորհուրդ, գիտական խորհուրդ, ակադեմիայում, որ համակարգում էր գիտական թեմաների բաշխումը եւ այլն։ Այսօր այդ ամեն ինչը չկա նաև գրականության մեջ։ Մեր ոլորտում, գեղարվեստական գրականության ոլորտում շատ կարևոր դեր ունեին մրցանակները։ Հիշեցնեմ պետական մրցանակների դափնեկիրներին՝ Պարուշ Սևակ, Համոս Սահյան, Վահագն Դավթյան, Հովհաննես Շիրազ, Սերո Խանզատյան, Մարո Մարկան ու չշարունակեմ, արդեն մրցանակը ինքնին Սիլվա Կապուտիկյան։ Այո, արդեն մրցանակը ինքնին ցույց էր, որ այս գրողը գրողնամության անդամների այդ 500 թվից տարբերվող մեկն է, առանձնահատուկ է։ Մենք այդպես սիրել ենք ու ճանաչել ենք մեր ժամանակի գրողներին։ Այսօր արժեզրկված են նաև ցավոք մրցանակները։ Ու այդ պատճառով էլ այդ համակարգումը, որ շատ ճիշտ դուք ասացիք, այդ համակարգումը պիտի իրականացնեն գրական ստեղծագործական կազմակերպությունները։ Մենք դա անում ենք։ Այդ ձեր կազմակերպությունը ինչ է անում, որպեսզի համակարգի։ Եվ այդ պատճառով էլ նախ եւ առաջ մենք առաջադրեցինք չափանիշների խնդիր, գեղարվեստական բարձր չափանիշ, ամեն գիր գրականություն չէ, պիտի բովանդակությունների անպայման, այսօր բազմաթիվ բովանդակազուրկ գրքեր են տպագրվում, որ ասելիք չունեն, թեման պիտի շատ կարևոր լինի, գաղափար պիտի լինի, գրողը պիտի գաղափարով մտնի հանրության մեջ։ Ու այսօր ցավոք սրտի այս չափանիշին շատ քիչ գրողներ են դիմանում։ Նաև շատ կարևոր է, որ դու ինչ ես ասում քո հայրենիքին։ Իմ մյուս գիրքը Հակոբ Կարապենցը եւ էլի ժամանակակից հայ գրականություն նվիրված էր Կարապենցի ավանդույթներին։ Այսօրվա գրողները չեն կարդում եւ գրողների մեծ մասը տեղյակ չեն այս մեծ գրողները, ովքեր մեր ուսուցիչներն են։ Այդ է պատճառը, որ սա էլ նվիրում եմ ձեզ եւ թող հերոստատողը իմանա, որ բոլոր նորարարները, ովքեր ասպարեզ են մտել, միշտ մտել են ավակների օրհնությամբ։ Երբ Վահան Տերյանը տպագրում էր իր նշանավոր Մթնշաղի անուշներ գիրքը, ինչ արեց։ Նախ այցելեց Թումանյանին, Թումանյանը իր հավանությունը տվեց։ Հետո գնաց Իսահակյանին, որ ժամանակի մեծ գրողներն էին։ Ինչքան կարևոր է։ Ինչքան կարևոր է դա, եւ Իսահակյանը ընդունեց բանաստեղծին։ Այդ որ նույն Իսահակյան մերժել էր Վահան Տերյանի նախորդ գիրքը, որ Արյուն վերնագիրը ուներ, Արյուն կամ Նյուրա։ Եվ երբ Վահան Տերյան դուրս եկավ այդ մեծերի հետ հանդիպումից, ասաց ես էլ քննադատվելուց չեմ վախենում, ամենանշանավոր դեմքերը ինձ ընդունեցին։ Սա է գրական ճանապարհը։ Եվ շատ ուրախ եմ, որ դուք այսպիսի թեմայի անդրադարձաք, անչափ շնորհակալ եմ։ Դա շատ կարևոր է։ Շատ կարևոր է։ Գիտեք ինչու։ Գիտեք, մենք աշխարհի միակ ժողովուրդն ենք, որ ապրում է հայ մշակույթով, թող ոչ ոք այլ կերպ մտածելու հիմք չունենա։ Ամերիկացու համար իր արդի մշակույթը շատ էական չէ, նրանք ապրում են իրենց կյանքով, նպատակներ ունեն հստակ։ Մենք աշխարհի միակ ժողովուրդն ենք, որ ապրում են մշակույթով, յուրաքանչյուր մշակութային հերոստահաղորդում, մշակութի խոսք արձագանք է գտնում։ Եվ ահա թե ինչու պետք է անպայման ազնվագույն մշակույթ այսօր կերտի, որովհետև եթե նարեկը բուժել է մեր հոգին, գիտենք, հիվանդներ է բուժել նարեկը, ապա հարց, ինչ է անում վատ գրականությունը, ինչ է անում վատ մշակույթը, հիվանդացնում է։ Մենք այսօր նաև մեր հասարակությանը տեսնում ենք, որ մենք խաղում ենք այսօր տասնամյակներ շարունակ ժողովրդին հրամցված վատ մշակույթի պտուղներ։ Ահա ինչու շատ կարևոր եմ համարում, որ շատ զգոն լինենք, շատ զգաստ լինենք ու եթե խոսում ենք գրողների ներկայացման խնդրի մասին, ապա մենք այդ համակարգում արել ենք, համահայկական գրողների միությունը գեղարվեստական խորհուրդ ունի եւ ես պիտի շատ արագ ձեզ ներկայացնեմ մի քանի անուններ, որոնք ուղղակի մտորելու տեղիք կտան։ Այսինքն ձեր կողմից իսկապես համարվել են գրող։ Այո, իհարկե ես ներկայացնում եմ մի մասը, որովհետև մենք այսօր շատ հարուստ գրականություն ունենք, մասնակցում ենք միջազգային տարբեր փառատոների, միշտ ներկայացնում եմ այս անուններն ու գործերը, մեծ հիացմունք
ինձ միշտ ասում են, պարոն Ափիյան, հայ ժողովուրդը մեծագույն գանձ ունի, ասում են, որն է ձեր արդի գրականությունը։ Մենք Հայաստանում դա չգիտենք կամ ուշադրություն չենք տալ։ Տեսեք, Արցախի մեջ ով ունենք։ Աղասի Այվազյան, Վազգեն Սարգսյան, մեր սպարապետն է, Վարդան Գրիգորյան, պատմաբիպասան, որ այսօր կանգնած է Ռաֆու Մուրացյանի կողքին։ Այդպիսի մեծություն ունենք մենք։ Վահան Թամարյան, Արմեն Մարտիրոսյան, Մազե Կամուրջի նշանավոր հեղինակը, Ռաֆայել Նահապետյան, գրամեքենան գրեց, որ ուղղակի իմաստով համաշխարհային գլուխգործոց է, Լևոն Ջավախյան եւ այլ հեղինակներ։ Պոեզիայի մեջ արդի գրականության առաջին դեմքը մեր գրողնեմիչան տեսակետով Ռազմիկ Դավոյանն է եւ միշտ պիտի մնա առաջիկա տասնամյակներում ինքն է մնալու առաջին դեմքը։ Ռազմիկ Դավոյան, Հրաչյա Սարուխան, Գուրգեն Գաբրելյան, Արցախի մանկագիր, դասական, Վազգեն Օվյան, Խիզախ արվեստագետ, Արտակ Համբարձումյան, մեր պոեզիայի պայծառ դեմքը, Ղևոնդ, Խորիմաստ, Զոլո, Ողբերգակ, Աշակ Քոչինյան, հրաշալի պոետ, Սուսան Նաղազարյան, Հրիփսիմե Ասատրյան, Արա Արթյան եւ այս բաժինը ամփոփենք նաեւ Սփյուռքը ներկայացնելով Սփյուռքահայ գրողներ, ելի շատ հարուստ գրականություն, Հակոբ Կարապենց, Պողոս Սնապյան, Կարո Արմենյան, Փանոս Ճերանյան, Գառնիկ Սահակյան, Մաներուշ, ուղղակի հարստություն, ես որ զբաղվում եմ արդի գրականությամբ, ես կարող եմ ասել, որ մեծ երջանկություն է, ես ինձ ամեն օր լավ եմ զգում, ես ինձ որտեվ այս հեղինակները գլուխգործոցներ են կերտել, որոնք մնալու են գրականության պատմության մեջ, ահա մյուս չափանիշը, գործը պիտի անցնի գնա, պիտի մոռացվի, թե պիտի մնա գրականության պատմության մեջ, այս է չափանիշը, իրենք ունեն գործեր, այս հեղինակները ոնց անունները թվարկեցի, որ մնալու են արդի գրականության մեջ, պատմության մեջ։ Հետաքրքիր է շատ կարևոր մի բան համաշխարհային այսօր ոչ միայն հայ գրականության, համաշխարհային գրականության, ժամանակակից գրականությանը, ինչպիսի մարտահրավերներ են սպառնում եւ ինչպիսի ստեղծագործություններ պետք է ծնվեն, որպեսզի հաղթահարվի այս։ Մեր զրույցը լսողը կմտածի, որ մենք նախապես պայմանավորվել ենք, բայց չենք պայմանավորվել, ճիշտ է։ Չէ, չենք պայմանավորվել։ Բայց դուք այնպիսի հարցեր եք առաջադրում, որ ուղղակի Մասին դուք ուզում եք խոսել։ Շատ շնորհակալ եմ, որ մենք գտել ենք իրար։ Տեսեք, ես մի գիրք եմ վերել։ Ուրեմն Ռոբին Քոլինգվուդ Արվեստի հիմունքները, իմ ամենասիրած գիրքն է, որ ամեն օր թերթում եմ, այստեղ ինքը խոսում է, գիտեք ինչի մասին, մի բան, որ մենք հայերս չենք անում։ Ես իհարկե արել եմ։ Իմ կենսագրության հետևողները գիտեն, որ ես արել եմ, ասում է գիրք 3-րդ արվեստի տեսություն։ Բուն արվեստը եւ սխալմամբ այսպես կոչված արվեստը։ Սա մշակութաբանական խնդիր է։ Մեզանում այդ մասին չի խոսվում։ Մյուսը լավ արվեստ եւ վատ արվեստ խոսում է Քոլինգվուդը այդ մասին եւ ինչն է հետաքրքիր որ այս հարցերը արծարծելով գիտնականը ասում է հետեւյալը գրական ճաշակի համար պատասխանատու եք բոլորդ ահա Քոլինգվուդի կարծիքը որովհետեւ հասարակության կյանքը իր բուն գոյությամբ կախված է մարդկային ազնիվ հարաբերություններից Այդ ազնվության պահպանումից, որը վստահված է ոչ թե որևէ դասակարգի կամ խավի, այլ անխտիր բոլորին, ամեն մեկին առանձին եւ այդ ճաշակի դաստիարակությունը կարող է անել միայն բարձր մշակույթը, ազնիվ մշակույթը, ամեն մեկին դերասան մի համարեք, ամեն մեկին գրող մի համարեք, գտեք, չէ որ խորհրդային Հայաստանը ուներ բացառիկ մշակութային քաղաքականություն, Պարույր Սևակ, Համո Սահյա, Վահա Գնդակ, բոլորը այդ մշակութաբանական գործունեության հետևանքով հայտնի դարձան ժողովրդին եւ մենք սիրում ենք ես գրականությունը դեռ պաշտելով մեր մեծերին ես խենթանում եմ իրենց լուսանկարները դիտելով եւ ավելացնում եմ եթե այս գործում գրում է Քոլինգվուդը մարդը խափի իրեն ապա իր մեջ կցանի սերմեր որոնք եթե նա նորից արմատահան չանի կհասցնեն մի տեսակ տկարության մի տեսակ թուլամտության, ահա թե ինչան վատ արվեստ է, մի տեսակ ապուշության, այդպես էլ գրել է հիմարության եւ խելացնորության, վատ արվեստը, խեղված գիտակցությունը իսկապես չարի արմատներ են։ Այս սա է, որ համաշխարհային մշակութաբանությունը սովորեցնում է եւ ես էլ լինելով աշակերտը, ես ինձ զգում եմ միշտ աշակերտ, գիտեք, միշտ սովորելու պատրաստ, ինքս ուսանողներ ունեմ Երևանի պետական համալսարանում, բայց
զգում եմ ինձ միշտ աշակերտ, որովհետև բախտը ինձ ժպտացել է, ես մեծ ուսուցիչներ եմ ունեցել։ Ես հիմա մեր գրականության մեջ միակ մարդն եմ, ով աշակերտել է բոլոր ձեզ ծանոթ մեծերին։ Համոսահյան, Վահագն Դավթյան, շատ երիտասարդ պատանիեի, Վահագն Դավթյանը գրողության աղաղը ինձ կանչեց մի միություն, իր գիրքը մակագրեց եւ ինձ ասաց նրբաճաշակ գրական քննադատ։ Ես մի քանի տարի չէի գալիս։ Հստակ ուղղորդեց արդեն թե ինչ հետաքրքիր է։ Սա բացառիկ բան է։ Իսկ մենք էլ պատիվ ունենք այսօր ձեզ տեսնելու, պարոն Ափինյան, եւ քանի որ այսօր գիրք նվիրելու օրն է, ես ուզում եմ անձնապես դուք ասեք այն 5 գրքերը ձեր հնգյակը, որ պետք է յուրաքանչյուր հայ կարդա։ Ես մեր դասական գրականությունը գիտեմ, որ մեր ժողովուրդը գիտի ովքեր են, դասական գրականությունը փառք ու պատիվ։ Ես ուզում եմ 5 գիրք ասել արդի գրականություն, Ժամանակակից, որը քիչ ծանոթ է։ Շատ ավելի լավ։ Որը քիչ ծանոթ է։ Փնտրենք եւ քիչ ծանոթ է։ Ուրեմն Աղասի Այվազյան ցանկացած պատմվածքների ժողովածու, ցանկացած։ Հատկապես շեշտեմ Աղասի Այվազյանից Սուրհանդակ, մի սքանչելի հանճարեղ գործ է, որ ուղղակի մշտագնաց է։ Մի պայծառ մարդու մասին է պատմվածքը, որը ուր որ գնում է շնորհակալություն է հայտնում, ուր որ գնում է։ Երկրորդը։ Ասենք հյուր են գնում, վերջում ասում է շնորհակալություն այս տանը, հիմա գնանք ուրիշ տուն։ Ուրախ մարդ է։ Շնորհակալ լինելու, այսինքն դաստիարակ։ Երբ որ գալիս է իր կյանքի վերջին պահը, ինչ է ասում, սա պատմվածքի ավարտն է։ Շնորհակալություն այս աշխարհին։ Հիմա գնանք ուրիշ աշխարհ։ Ինչ ֆանտաստիկ բան է։ Աղասի Այվազյանը մեծություն է մեր գեղարվեստական գրական Վարդան Գրիգորյան Դարկորստյան։ Անպայման խնդրում եմ հիշեք այս անունը եւ այս գիրքը Դարկորստյան Անիի կործանման մասին է։ Ես ցույց է տալիս թե ինչ հանգամանքներ բերեցին հասցրին այդ ողբերգական վաղճանին։ Բացառիկ հանճարեղ գիրք է ուղղակի իմաստով։ Հակոբ Կարապենց Իշխան Ֆիլիպոսի վերջին բաղձանքը Ամերիկայում Իշխան Ֆիլիպոսը ծերացել է ու քանի որ ծերացել է ամբողջ ընտանիքը հավաքվել է թորները բոլոր քաղաքներից պապիկը վատ է զգում պիտի վերջին պահին մոտը լինեն եւ Իշխան Ֆիլիպոսը Կիրիկիայից է եւ Մուսալերան հերոսամարտին մասնակից հանկարծ մեկել իր ականջների մեջ հնչում են դանոթների զարգեր ինքը հիշում է թե ոնց են կռվել ոնց են հաղթել Մուսալերան լանջերին գյուղացիներով հսկայական բանակի դեմ Օսմանյան կռվել են ու հաղթել են օրեր շարունակ մեկ էլ հանկարծ մեռնող ծերունի աչքերը բացվում են լայն ինչպես արծվի աչքերն են բացվում եւ ասում է ծնկի եկեք մարդիկ զարմանում Մարդը մահամերձ էս ինչ է կատարվում Իշխան Ֆիլիպոսի հետ իրան իշխան կոչում են այդ բնավորության այս հատկանիշների հետևանքով եւ ասում է ծնկի եկեք որ հավատարիմ կմնաք Ռուբինյան դրոշին Կիլիկիո դրոշին հավատարիմ կմնաք Հայաստանը ծովից ծով պիտի դարձնեք երդվում ենք ասում են հարազատներ էս էլ Հակոբ Կարապենցը եւ անպայման ուզում եմ շեշտել իմ ամենասիրելի հեղինակին արդի գրականությունից Ռազմիկ Դավոյան Եվ եթե հանկարծ ձեր ճանապարհին նախապապերի դուք չհանդիպեք, ուրեմն սխալ ճամփով եք գնում եւ ոչ մի հրաշք չի փրկելու ձեզ Ռազմիկ Դավոյան կարող եմ շատ բաներ ասել, որովհետեւ սիրահարված եմ արդի մշակույթին, ոչ միայն գրականություն, գեղանկարչություն, թատրոն, կինո պաշտում եմ այդ ամեն ինչը, բայց քանի որ գրականության մասին է խոսքը եւ Թումանյանի ծննդյան օրն է այսօր Եվ գիրք նվիրելու օրն է այսօր, ես խնդրում եմ սիրելի ժողովուրդ ջան, կարդացեք ժամանակակից գրականություն, ոչ ամեն ինչ որ ես ասացի, որովհետև ես գրական քննադատ եմ եւ մասնագիտորեն եմ այս խորհուրդները տալիս եւ դուք կփոխվեք ամբողջովին այսօրվա ոչ մի դժվարություն հավիտենական չի, ոչ մի նեղություն հավերժական չէ Դրանք հեշտությամբ կարող են լուծել միայն մեր հոգում լինի հայ մշակույթը։ Հայ մշակույթը մեզ տալիս է ուժ դժվարություններ հաղթահարելու։ Եվ խոսքս ավարտեմ իմ մյուս ուսուցչի, որովհետև եկեղեցում էլ բախտս բերել է։ Ես Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի պետն եմ եղել տարիներ շարունակ։ Գարեգին առաջին վեհապար Հայրապետի մամլո քարտուղարը, ինչպես նստած ենք հիմա մենք, վեհապարի կողքը նստած եւ իր խորհուրդները հիշում եմ, ամեն ինչ հիշում եմ ու խոսքիս ավարտին հիշեցնեմ մի խոսք, որ այսօր մեր ժողովրդին կփրկի։ Նեղությունները չկան ձեզ ընկճելու համար, դուք կաք նեղությունները ընկճելու համար։
Ամեն մենք էլ կասենք։ Հրաշալի ավարտ էր կարծում եմ մեր զրույցին, բայց ես նաև մեկ թերթ եմ տեսնում այնտեղ Վանապինյան։ Էլի բերել եմ ձեզ նվիրեմ, դուք ասացիք ինչպես եք գրողներին ներկայացնում, գրողներ, մտավորականներ, Գուրգեն Մելիքյանն է, մեր սքանչելի ավագ մտավորականը, հայրենասեր մարդ։ Հայրենիքի ձայնը, հա, կոչվում է տպագրությունը։ Հայրենիքի ձայն։ Մենք վերականգնել ենք Վահագն Դավթյանի հայրենիքի ձայնը նույն դասիչով, սա նույն թերթն է, ավելի սիրուն ենք տպում ուղղակի։ Եվ սա մեկը ձեզ նվեր։ Եվ ժամանակակից գրողներին ներկայացնելու առանձին համարներ նվիրում ենք մեր երիտասարդ հեղինակներին, այս մեկն էլ Սուսաննա Ղազարյանն է, ով շատ տաղանդավոր ու նվիրյալ բանաստեղծուհի է։ Հրաշալի, այսօր ֆանտաստիկ նվերներով եք եկել մեզ մոտ, շատ շնորհակալ ենք, Ռուբեն Մաթևոսյան, մայստրոս, Շատ շնորհակալ եմ, որ գնահատում եք։ Ես ձեր տաղավարում ինձ երջանիկ զգացի։ Մենք ենք անչափ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Մենք էլ ենք շնորհակալ եւ վստահ եմ, որ նաեւ հերոստատիտողը կլանված, ինչպես որ մենք գանված ու կլանված անայդ լսում ենք ձեզ ու կարելի է եթերը այսօր ընդհանրապես չավարտել եւ ձեզ հետ զրուցել մինչ երեկո։ Բայց անսահմանափակ չէ ցավոք այս ամենը, բայց մենք խորին համոզմունք ունենք, որ մեր ստեղծագործական թիմը երբեմն ձեզ կհրավիրի եւ մենք հաճախ այսպիսի հանդիպումներ։ Անչափ շնորհակալ եմ։ Անշուշտ դեռ նմանատիպ եթերներ կլինեն, իսկ ես ուզում եմ ուղղակի ասել, ես գիտեմ, որ ես բախտ չունեմ, երբեք էլ բախտ չեմ ունեցել, միշտ էլ այսպես անբախտ կլինեմ, մանուկ օրից են դեռ ինձանից էլ։ Ասում են մի օր ես օրորոցում մի պարավ դարվիշ մեր դուրն է գալիս, իր խաղն է ասում ու բաժինք ուզում, իմ նանն էլ նրան բաժինք չի տալի, կորի ասում է, կորի մեր դռնից, երեխես ճաքեց, հեռացիր գնա, ու դարվիշն այդտեղ անիծում է ինձ, երեխիդ օրը լացով անց կենա, ախ են դարվիշի անեցքին անգուտ, ու այս վիճակին տեղյակ է Աստված, սիրտսել միշտ փակ, սիրտսել միշտ մութ, ինչ կա, չգիտեմ իմ առջև պահված, չէ ես բախտ չունեմ, Թումանյանական ավարտենք այսօրը, իհարկե փոքրիկ հատված Անուշի մենախոսությունից, իսկ ձեզ ելի հեռուստադիտողներ միայն մաղթում ենք, որ շատ կարդակ ու էլի կարդակ գրականություն, ու թող դա ոչ միայն լինի գիրք նվիրելու, հա, արվեստ, այլ նաև անպայման բացելու ու հետո կարդալու ու ընթերցելու այդ գիրքը։ Եվ ինչպես մեր հյուրը նշեց, մենք այն եզակի ազգերից ենք, որ պորտալարով ստեղծված ենք իհարկե Արարչի կողմից, կապված ենք մեր մշակույթին, առանց մեր մշակույթի մենք չենք կարող, այսինքն երկուսը միասին է, եթե մենք կանք, մեր մշակույթը կա, պահպանեք մեր մշակույթը եւ կապված եղեք այն արժեքներին, որ մեզ համար իհարկե ամենակարևորն է։ Այսօրվա համար այսքանը, մնացեք բարով ձեզ հետ Վրեժն ու Անահիտն էին առայժմ։ Լավ օր բոլորիդ։